Երեկ մեկնարկեց Միացյալ Նահանգների և Իսրայելի համատեղ ռազմագործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Այս գործողությունները ամենևին էլ անկանխատեսելի չէին, միջազգային հարաբերությունները, միջազգային իրավունքը խորը դեգրադացիայի մեջ էին և միայն այն փաստը, որ թվացյալ ակտիվ բանակցություններ էին տեղի ունենում Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդավորված, ընդ որում վերջին բանակցությունները ավարտվել էին ռմբակոծությունից ընդամենը օրեր առաջ, դեռևս չէր երաշխավորում դիվանագիտական լուծումներ։ Կրկնում եմ, միջազգային իրավունքը տոտալ ճգնաժամի մեջ է և բացի այդ ակնհայտորեն Թրամփի շրջապատում գերիշխում էին մարդիկ, որոնք իսրայելական լոբբիի ազդեցության տակ են, իսկ Նեթանյահուն չէր թաքցնում Իրանին հարված հասցնելու իր մտադրությունը։ Բանակցությունները Ժնևում ավարտվեցին, չնայած միջնորդները թույլ լավատեսությամբ խոսում էին առաջընթացի մասին, նույնիսկ նման մի ակնարկ կար Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններում, բայց անմիջապես ուշադրության գրավեց Թրամփի մի հայտարարություն, որը նա հինգշաբթի երեկոյան կամ ուրբաթ օրն էր արել։ Նա ասել էր, որ ինքը դժգոհ է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության դիրքորոշումներից, այսպիսով իր վերաբերմունքը արտահայտելով բանակցային գործընթացի վերաբերյալ, ըստ էության հասկացրել էր, որ դիվանագիտական լուծումները սպառված է համարում և կարելի էր ենթադրել, որ դրանից հետո ամեն պահ կարող ենք սպասել ռազմական գործողությունների ծավալմանը։ Այդպես էլ ըստ էության եղավ և 28-ի առավոտյան արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նրա մայրաքաղաքը, կառավարական շենքերը, ուժային գրասենյակները ենթարկվեցին ռմբահարման, ինչից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան տվեց թե Իսրայելին, թե Մերձավոր Արևելքում ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին։ Գիտեք, անկախ բանակցությունների փաստից դժվար չէր ենթադրել, որ Թրամփը իրեն զրկել է այլընտրանքից և նրա միակ տարբերակը մնացել են ռազմագործողությունները։ Անցած շաբաթներին, ամիսներին Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն անդադր իր ռազմական ներկայությունը, տեխնիկան, զինվորականների թիվը ավելացնում էր և ակնհայտորեն Թրամփը իրեն դնում էր մի վիճակի մեջ, որ այլևս գրեթե անհնար էր դառնում ռազմական գործողությունների չդիմելը։ Հակառակ պարագայում շատ դժվար էր նրան լինելու բացատրել, թե ինչու է այդքան մեծ ռազմական կենտրոնացում ապահովում Մերձավոր Արևելքում։ Գիտեք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռմբակոծությունների հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ, այդ երկրի ղեկավար Ալի Խամենեին։ Սա վերջին ամիսներին երկրորդ դեպքն է, երբ որ ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունենում ռազմագործողություն, մի դեպքում հիշում եք, որ առևանգվեց Վենեսուելայի նախագահ Մադուրոն և հիմա ինչ-որ դատական գործընթաց է ԱՄՆ-ում նրա դեմ, այս դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարը սպանվեց։ Ավելի ուժեղ արժեզրկում միջազգային իրավունքի պարզապես գոյություն ունենալ չի կարող։ Այս երկու գործողություններն էլ Թրամփը նախաձեռնել է միջազգային բոլոր լեգալ գործիքները անտեսելով։ Բոլոր լեգալ գործիքները անտեսելով։ Սա խայտառակություն է իսկապես, հատկապես խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք միշտ ճամարտակում են արևմտյան հումանիզմի, դեմոկրատիայի թեմաներով, չկան կարմիր գծեր
ժամանակակից աշխարհում։ Գոյություն չունեն նման կարմիր գիծեր։ Միակ կարմիր գիծը միջուկային զենք ունենալն է։ Այ օրինակ որևէ մեկը չի հանդգնի, ասենք, նման կերպ վարվել նույն Միացյալ Նահանգների Հյուսիսային Կորեայի հանդեպ, չի հանդգնի նման կերպ վարվել, էլ չասեմ Ռուսաստանի կամ Չինաստանի հանդեպ, որտեղ այդ երկրները տիրապետում են միջուկային զենքի եւ այնպիսի հարված կարող են հասցնել նույն Միացյալ Նահանգներին, որը կատաստրոֆիկ հետևանքներ ունենա։ Ուրեմն չկա միջազգային իրավունք, չկան միջազգային հարաբերություններ, ամբողջովին միջազգային կառույցների համակարգը դադարել է գործել, այն աշխարհակարգը, որին սովորել ենք 91 թվականից հետո, այլևս գոյություն չունի։ Ասում եմ, միակ կարմիր գիծը միջուկային արսենալի տիրապետելն է։ Նման աշխարհում հատկապես ծիծաղելի են թվում մեր իշխանության եւ նրա ներկայացուցիչների պնդումները անշրջելի խաղաղության կամ հակամարտությունների էջը փակ լինելու մասին, երբ որ մեր քթի տակ ծավալվում են ռազմական գործողություններ։ Բայց այնուամենայնիվ, սիրելի հայրենակիցներ, արդյոք Խամենեիի սպանությունը նշանակում է, որ Թրամփի եւ Նեթանյահուի հռչակած խնդիրը լուծված է, իսկ ինչ էին հռչակել Թրամփն ու Իսրայելի վարչապետը։ Նրանք չթաքցրեցին 3 ամբողջ օրը, որ իրենց գլխավոր խնդիրը Իրանում ռեժիմի փոփոխությունն է։ Այլ խոսքով ասած, Իսլամական Հանրապետության ապամոնտաժումը եւ նրա փոխարեն աշխարհիկ պետության ստեղծումը, որը լոյալ կլինի Իսրայելին, Միացյալ Նահանգներին, կտեղավորվի նրանց աշխարհաքաղաքական ճարտարապետության շրջանակներում։ Արդյոք Խամենեիի սպանությունը դյուրացրեց այս խնդրի լուծումը։ Ես առիթ ունեցել եմ ասելու, չլինելով իրանագետ, որ Իրանում չի կարող աշխատել վենեսուելական մոդելը, երբ որ Մադուրոյին առավելեցին, ճիշտ է, իշխանությունը անցավ Մադուրոյի թիմակիցների ձեռքը փոխնախագահի գլխավորությամբ, բայց այդ ռեժիմը շատ լոյալ դարձավ Միացյալ Նահանգներին, հիմա բոլոր գլոբալ հարցերում Թրամփը նրանց հետ շատ արագ, ուրեմն, համաձայնությունների է գալիս։ Ես ասել եմ, որ վենեսուելական այս մոդելը հանգուցալուծումների Իրանում չի աշխատելու եւ չի էլ կարող աշխատել անկախ հոգեվոր առաջնորդի սպանությունից, որտեվ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի շատ ուժեղ պատմական ավանդույթներ ունեցող ինստիտուցիոնալ հիմքերի վրա խարսխված պետական համակարգ եւ նրանք կարողանում են էքստրեմալ իրավիճակներում շատ ոչ ստանդարտ լուծումներ գտնել բավականին արագ։ Արդեն այսօր Ալի Խամենեիի մահվանից 1 օր անց ղեկավար ժամանակավոր խորհուրդ է ստեղծվել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Փեզեշքիանի Պահապանների կորպուսի ներկայացուցչի եւ դատական իշխանության ղեկավարի մասնակցությամբ։ Նրանք ղեկավարեն երկիրը, մինչև փորձագետների խորհուրդը ըստ Իսլամական Հանրապետության սահմանադրական կարգավորումների կընտրի երկրի նոր հոգևոր առաջնորդ։ Այս փաստը հիասթափեցնելու է բոլոր այն մարդկանց, որ ձեռքեր էին շփում Երևանից սկսած եւ ասում էին, որ ուր որ է դեմոկրատիան կհաստատվի Իրանում։ Նախ Միացյալ Նահանգների միջամտությունից հետո մի փոքր պատմական էքսկուրս անեմ, ոչ Աֆղանստանում, ոչ Իրաքում, ոչ Լիբիայում դեմոկրատիա չի հաստատվել, ոչ էլ Սիրիայում։ Եվ հետևաբար պետք չէ հասարակությանը էժանակին քարոզչական նարատիվներով ապակողնորոշել։ Եվ հետո կան մի շարք ճշմարտություններ, որոնց մասին ես հիմա հակիրճ կխոսեմ։ Ոչ մի ռազմաօդային ռմբակոծություն, համենայն դեպս առաջին աշխարհամարտից հետո, եթե դա չի ուղեկցվում ցամաքային օպերացիայով, ի վիճակի չէ ծնկել որևէ ռեժիմի, առավել ևս
փոխել նրա քաղաքականությունը, ասենք 180 աստիճանով փոխել այդ քաղաքականությունը այնպես, որ դա հարմարվի ագրեսորի ցանկությունների հետ։ Կրկնում եմ, առաջին համաշխարհային պատերազմից հետո ես չգիտեմ ռազմաօդային ոչ մի օպերացիա, որը չի ուղեկցվել ցամաքային օպերացիայով եւ կարողացել է փոխել որևէ երկրի քաղաքականություն այնպես, որ դա ամբողջովին հարմարեցվի ագրեսորի ճաշակին։ Իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Իրանում միայն ռազմաօդային գործողություններ են դերևս իրականացնում, ավելին Վաշինգտոնից հնչում են հայտարարություններ, որ Միացյալ Նահանգները ցամաքային գործողության պատրաստ չէ կամ նման պլաններ չկան։ Երկրորդ, Թրամփի եւ Նեթանյահուի այն հաշվարկը, թե իբր այս հարվածները Իրանի հոգևոր առաջնորդի մահը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահը կարող է ժողովրդին Իրանի փողոց դուրս հանել եւ իշխանություն փոխել, ես չեմ կարծում, որ շատ սառը հաշվարկների հիման վրա է արված։ Այո, այս իրադարձություններից առաջ եւ ընդհանրապես վերջին տասնամյակի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին շաբաթներին հատկապես եղել են հուզումներ։ Այդ հուզումները եւ սոցիալական բաղադրիչ են ունեցել, եւ քաղաքական բաղադրիչ են ունեցել։ Այնպես չի, որ հարևան բարեկամ երկրի ղեկավարության քաղաքականությունը ամբողջովին բավարարել է այդ երկրի հասարակության ցանկությունները։ Մյուս կողմից բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ ագրեսիվ հարվածները, արտաքին հարվածները վերացնելու են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական հոգևոր վերնախավի եւ հասարակության լայն զանգվածների միջև եղած խզումը։ Գիտեք, մեկ այլ բան է, երբ որ ստանդարտ իրավիճակներում դու վզում ես քո իշխանության դեմ, արմատական ելույթներ ես նույնիսկ ունենում, պատրաստ ես լինում հանուն արդարության կամ հանուն այլ մոտիվների միջև վերջ գնալ քո պայքարում, նույնիսկ բանտարկվել, նույնիսկ սպանվել եւ այլն, այլ բան է, երբ որ կա արտաքին ագրեսիա եւ քո գործողությունները քեզ կարող են ագրեսորի հետ նույնացնել։ Այդ դեպքում ես վստահ եմ, որ Իրանի հասարակության մեծամասնությունը գերադասելու է երկրորդ պլան մղել ներքին անհամաձայնությունները եւ համերաշխվել Իրանի իշխանության շուրջ, եթե նույնիսկ այդ իշխանության քաղաքականությունը միլիոնավոր իրանցիներ օբյեկտիվորեն չեն պաշտպանում։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է, որպեսզի Իրանի իշխանական էլիտան կարողանա միասնական մնալ, ճաքեր չառաջանան վերնախավում, որովհետև եթե Իրանի էլիտան չկարողանա արդյունավետ լուծումներ գտնել եւ կոնսոլիդացիայի բաղադրիչներ չգտնի, այդ դեպքում իսկապես ներքին ցնցումներ հնարավոր են։ Հիմա Նեթանյահուն եւ Թրամփը թերևս հաշվարկ են արել այս երկրորդ սցենարի վրա, բայց իրադարձությունները դեռևս հուշում են, որ Իրանի ղեկավարությանը, չնայած գլխատված, չնայած բազմաթիվ զոհեր տված, հաջողվում է տակավին իշխանության միասնականությունը պահպանել։ Իսկ եթե դա այդպես լինի եւ Իրանում ներքին հուզումներ չսկսվեն, առաջիկա օրերին, երբ որ այս հարվածների էյֆորիան կանցնի, առնվազն Թրամփը ամերիկյան հասարակությանը բացատրություններ տալու խնդիր է ունենալու, որտեվ նա, եթե արագ փոփոխություններ Իրանում չլինեն, կստացվի այն էլ կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, կստացվի, որ երկիրը ներքաշել է
ռեսուրսատար մի պատերազմի մեջ, որի հաջողությունը երաշխավորված չէ։ Եվ վերջապես, երբ որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Թեհրանին, կարծում եմ նրանք մի փոքր թերագնահատել են Իրանի Իսլամական Հանրապետության պոտենցիալը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հատկապես 12-օրյա պատերազմից հետո, ներքին խռովություններից հետո, ներքին ցնցումներից հետո իսկապես համակարգային խնդիրներ ունի։ Կրկնում եմ, ես իրանագետ չեմ, բայց որոշակի խնդիրներ նույնիսկ ինձ համար են տեսանելի։ Բայց կրկնում եմ, Իրանի Իսլամական Հանրապետության պետական համակարգը ունի ավանդույթներ, ունի կենսունակություն եւ հետեւաբար պահպանել է ասիմետրիկ հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Երեք, որ երբ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարվածեցին Իրանին եւ Թեհրանը շատ արագ հաղթահարեց շոկը եւ միանգամից ծոցի 6-7 երկրի եւ Իսրայելի սկսեց հարվածներ տալ, սա խոսում է հենց իմ փաստարկի ուժեղ լինելու օգտին։ Հետևաբար, մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպիսի ասիմետրիկ հարվածներ կարող է հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունը, մանավանդ որ, օրինակ, Հորմուզի նեղոցը կարծես թե արդեն շրջափակվել է ծովային ուժերի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության, ամենայն դեպս ըստ միջազգային մամուլի շատ արժանահավատ տվյալների, այդ նեղուցը, որը համաշխարհային առևտրի, այդ թվում նավթի առևտրի կարևոր հանգույցներից մեկն է եւ կարող է գլոբալ առումով կաթվածահար անել համաշխարհային առևտուրը, հիմա այդ նեղուցը ըստ միջազգային մամուլի հրապարակումների իր կարողությունների 10%-ով է աշխատում, սա նշանակում է, որ Իրանը առնվազն սահմանափակել է այդ նեղուցով երթևեկությունը։ Իհարկե որևէ սցենար եկեք չբացառենք, ես ընդամենը խոսեցի սցենարների հավանականության մասին այս պահի տվյալներով։ Հիմա հարց. իսկ ինչ պիտի անի Հայաստանի իշխանությունը, քանի որ մեր սահմանների հարևանությամբ իսկական պատերազմ է ընթանում, որը ռեգիոնալ շատ մեծ պատերազմի վերածվելու պոտենցիալ ունի։ Առաջին հերթին Հայաստանի իշխանությունը պետք է ունենա պետական սթափություն, լրջություն, բոլոր ռեսուրսների կենտրոնացման ունակություն եւ մի քանի սցենարներ կանխատեսելու եւ ուրվագծելու կարողություն, քանի որ Իրանում պատերազմի շարունակումը կամ էսկալացիայի խորացումը կարող են անվտանգային ռիսկեր ստեղծել Հայաստանի համար, մեկ, կարող են լոգիստիկ խնդիրներ ստեղծել, միգրացիոն ճգնաժամ, դեմոգրաֆիկ ճգնաժամ կամ նման ռիսկեր կարող են առաջանալ։ Ցավոք սրտի, ինչպես եւ կանխատեսելի էր, մենք երեք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն ադեկվատ չի, այլ ահագնացող նոր ռիսկերին պատասխանում է զարկ գլորելով, պեռաշկի ուտելով, մի խոսքով ինչ-որ անհասկանալի քարոզչությամբ, որ ընդհանրապես Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներում նման վարքագիծ, թեթև սոլիկ վարքագիծ կարող էր դրսևորել կամ ցուցաբերել միայն պետական որակներից ամբողջովին զրկված իշխանությունը։ Ունենք այնինչ ունենք, ես հույս ունեմ, որ գոնե նման թեթև սոլիկ իշխանությունը ակնհայտ սխալներ, քաղաքական սխալներ արտաքին քաղաքականության մեջ այս օրերին չի ցուցաբերի, որովհետև արդեն իրենց թեթև սոլիկությունը լուրջ ազգային անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար։ Սա այն դեպքերից է, որ ավելի լավ է այս թեթև սոլիկ իշխանությունը որևէ բան չանի, որովհետև ես պատկերացնում եմ, թե այս խնդրի վերաբերյալ, օրինակ, քաղաքական դիրքորոշումը ինչքան խոցելի կարող է լինել այս իշխանության։ Կրկնում եմ, սա ինքնանպատակ քննադատություն չի,
Բայց հələ դուք, սիրելի հետևորդներ, վերցրեք էլի նայեք այն ինչ կատարվում է Իրանում, այդ կադրերը, տեսանյութերը, առատ է համացանցը դրանցով, եւ նայեք անհոգ զարկ գլորող Նիկոլ Փաշինյանին կամ չտեսի պես պեռաշկի ուտող Նիկոլ Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին։ Ինչևէ, սիրելի հետևորդներ, ես ուշադրությամբ հետևելու եմ Իրանում եւ դրա շուրջ զարգացող իրադարձություններին, որտեվ դրանք մեծապես ազդելու են նաեւ Հայաստանի նրա շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա եւ անհրաժեշտության դեպքում առաջիկա օրերին նույնպես այս ֆորմատով եւ այլ YouTube-յան ալիքներին իմ տված հարցազրույցներով կանդրադառնամ խնդրին։